հույս ունեմ տարբեր ծրագրերը կհասնեն։ Ուրախ եմ կրկին հանդիպում։ Ես անցած անգամ հանդիպել եմ քեզ։ Գյուղում ճակատենում գոմը պատրաստել էի նամակը փոխանցեցի երկու անգամ ինձ կանչել են էկոնոմիկայի նախարարություն մայիսի 22-ին մեկ էլ սեպտեմբերի 23 ես այնտեղ հանդիպել եմ ծրագրի Ուրա Նարեկը Գրիգորյան տեսեք կապանում են ասում սեպտեմբեր ես բաց բան չասեցի Չէ եղբայր մեր падգամավորներից մեկը ասում է սեպտեմբեր բանի ընդդիմությունը հետևից հանգե թե բա դու ասում ես սեպտեմբեր դու ասում ես սեպտեմբեր ինքն էլ ասում է գավառում ասում են սեպտեմբեր դե ինչ որ ասել չէ նորմալ է բարբարա դա նորմալ մեր լեզուն երկու անգամ կանչել են այդ ծրագրի համար էլ որ ես մեծ գում եմ սարքել շատ մեծ 100 խոշորի համար 100 խոշորի համար ինչ նախնդիրը բա բանը առաջան կանչեցին ասեցին իրանց ներկայացուցիչ ուղարկեցին եկավ գոմը Հիմա հետ վճար ստանալու հարցն է, հա երեք։ Հետ ոչ մի կոպեկ պետական աջակցություն ես չեմ ստացել։ Ես իմ ուժերով կառուցել եմ։ Ինչ նախնդիրը։ Հիմա խնդիրը այն է, անցած անգամ էլ եմ ասել, որ հողը вообще վիճակի չսարեն մեր նորից կացարան եմ սարքել, տեղ եմ սարքել, այդ անասուն որպեսզի պահելու համար հողը պետք է մշակվի։ Ես որ իմ հողը մշակեմ, ես շատ լավ։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Իմ ազգանունը Դավթյան Անդրուշա է։ Պարոն Դավթյան, խնդիրը ի՞նչ է, որ ակնկալում եք, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է լուծի։ Մի քիչ ասեց դոնոր կազմակերպություններով մենք ձեզ օգնելու ենք, մի տարի այսօր վաղը ինչ ծրագիր կա տենց։ Պարոն վարչապետ, հիմա ունենք հետևյալ ծրագրերը, եթե 30-ից 40% հետ վերադարձ ունենք, եթե տոհմային կենդանիներ առնեն, կամ կամ 2%-ով վարկ ենք տրամադրում այդ կենդանիների ձեռքբերման համար, այսինքն բայց ուրիշ հարցաբարձան հողի հետ կապված։ Ես ուզում եմ ուզում եք ինչ անեք։ Ես ուզում եմ հողը ձերն է։ Հողը 6 հեկտար իմ սեփական սա։ Մի 8 հեկտար էլ վարձակալությամբ ուզում եք որտեղ անասնակ երաճացնեք, որ անասնակ երաճացնեմ հիմա բա ինչն է կառավարությունից ինչ եք ակնկալում։ Ուզում եմ մի քիչ ֆինանսապես ինձ օգնեն։ Հիմա մենք ծրագիր ունենք անասնակերի 50%-ը ծախսերի փոխհատուցում ենք։ Պարոն Պոպոյան, շատ ներողություն որ ընդհատում եմ, շատ ներողություն։ Ես ամբողջ կյանքս գյուղատնտեսության մեջ աշխատած եմ։ Մասնագիտությամբ էլ անասնաբույժ վարձակվին ավար։ Մեր մոտ տոհմային անասունները, մեր անասունները նախքին կովկասյան գործը վատը չի։ Եթե ես այդ բանը Եղբայր չենք հասկանում ոնց որ ասում է անասնակերի աջակցության ծրագիր ունի։ Ես հասկանում եմ, բայց այս բանը չեք կարող մենք ոչ առույթ անեք, ոչ յոնջ անեք, միջև հողը Ինչ եք ուզում, բա ինչ եք։ Պետք է հողը մշակվի, որ կքասնեք դրան։ Տեսեք, մշակելու համար մենք ընդհանրապես մշակման ծախսերի 50%-ը փոխհատուցում ենք։ Դուք մշակում եք, համայնք ներկայացնում եմ։ Ես այս բանին վիճակի չեմ, ես 32 միլիոն փող եմ ծախսել այդ գոմը կառուցել։ Ես վիճակի չեմ, թեկուզ եղբայր դրա տարբերակը այնա, կամ վարկ պետք է վերցնեք, կամ ներդրում, ուրիշ ոնց եք պատկերացնում։ Կամ վարկ պետք է վերցնեք, կամ վարկային աջակցության ծրագիր էլ կա։ Վարկայինը խելացի Այսինքն ուրիշ ոնց եք պատկերացնում։ Ես խելացի անասնագոմ կառուցել եմ։ Բա ինչի՞ չեք ներկայացրել փողը փոխհատուցում հետ Ես որ եկել եմ Սարգսյան Տաթևիկի մոտ, ասեց բանով քեզ կօգնենք, բայց այդ օգնելը միջև մի տարի ոչ մի բան չի լինում։ Ասում մենակ ասում են։ Գիտեք խնդիրն ինչ է։ Ես դրա համար մի խոսույթ ունեմ, ասում եմ լուծվում են ճիշտ ձևակերպված հարցերը։ Ձեր խնդիրը գիտեք որն է, այս խոսակցությունից, որ մենք իրար հետ ձեր խնդիրը չենք կարողանում ճիշտ ձևակերպենք, դրա համար էլ լուծում չի ստանում։ Դրա համար մենք տեսեք, եթե հիմա դուք խելացի անասնագոմը կառուցեիք, ի սկզբանե ծրագրի շահառու դառնալով, հենց որ ավարտեի կգային կընդունեին ձեր ծախսերի 50%-ը Եթե 100 գլխանի է 57 միլիոն դրամ ձեզ հետ կվերադարձնեի։ Ամա ես 57 միլիոն դրամներ չեմ ուզում, ինձ մի 12 միլիոն։ Եղբայր հասկացեք, մենք չենք կարող ասենց գրպանից հանենք 12 միլիոն տան։ Կամ պետք է վարկ վերցնեք, կամ պետք է ծրագրի մեջ մտնեք, ծրագրի չենք կարող ուղակի սենց ուղակի ասեցին քեզ կգցենք ծրագրի մեջ, բայց մի տարի շատ լավ, պարոն Պապյան, մի հատ ուսումնասիրեք կոնկրետ դեպքը հասկանանք ինչից։ Դրա բայց եկեք, քանի որ եթերում ենք, ասենք, խելացի անասնագոմերի ծրագիրը աշխատում կամ հետ վճարների ծրագիրը աշխատում ասենց, ինքը մեկնարկի պահից, մեկնարկից առաջ պետք է գրանցվի
էկոնոմիկայի նախարարությունում, որ մենք ծրագիր ուղեկցենք, տեսնենք, որ ինքը չափանիշներին համապատասխանող նորմալ իրականացվում է, որպեսզի արդյունքում այդ փոխհատուցումը բացընկել է, որ չէ գնացել։ Բա այդ ենք ասում, Բա որ 1000 ներողություն, 1000 անգամ կներեք, տասնյակ հազար անգամ ներողություն եմ խնդրում, որ մենք այդքան շեշտ ենք դնում կրթության վրա, դրա համար ենք շեշտ դնում, որովհետև փող ծախսելը մենակ արդյունքի չի բերում, պետք է փողը ճիշտ խողովակով, ճիշտ ձևով ծախսել։ Հիմա դուք տեսեք, ասում եք ես 57 միլիոնը չեմ ուզում, ինձ 12 միլիոն է պետք։ Այս նախադասության մեջ արդեն բան կա, տրամաբանական խնդրեմ կա, որովհետև եթե ի սկզբանե աշխատանքը ճիշտ պլանավորվեր, 57 միլիոնը հետ կստանայեք, այսօր 12 միլիոնի հարց չեք գտնի։ Շատ լավ, քննարկեք, տեսեք, հնարավոր, բայց հասկանում եք, կարա պարզվի, որ ծրագիրը մեր սահմանած չափանիշներից այնքան է շեղված, որ մենք չենք կարող փոխհատուցել։ Ինչու՞։ Որովհետև ոչ թե պաշտոնյան չի ուզում, դրա համար կառավարությունը աշխատում է չափանիշով։ Մտավ ծրագիրը չափանիշի մեջ, ստացվում է։ Չմտավ, չի ստացվում, որովհետև այն պաշտոնյան, որ պետք է ստորագրի, ինքը չի ստորագրի երբեք, որովհետև վաղը մյուս օրը իրավապահ մարմինները կգնան կասեն, այս չափանիշը էսա։ Դու այս չափանիշից դուրս ծրագիր ինչի համար ես ֆինանսավորել։ Ես ընտրում ինֆորմացիա։ Շատ լավ, բայց պարոն Պապարյանը, ես բան չունեմ ասելու, բայց այդ սահմանամերձ գյուղում այդքան աշխատանք անեցի, մեր ջուրը տան ես չեմ կարող։ հասկանում եմ, էլի, բայց աշխատանքը բովանդակություն է։ Դրա համար ես միշտ 1000 ներողություն մի հատ ուրիշ բան եմ ասում, որ ասում եմ մենք շարժումը գործողությունից պետքա տարբերակենք։ Շարժումը ուրիշ բան է, գործողությունը ուրիշ բան։ Շարժումը էական չի, կարա ոչ պլան ունենա, ոչ բան ունենա, բայց գործողությունը պետքա հստակ պլանավորված լինի։ Շատ լավ, պարոն Դավթյան, պարոն Պապարյանը, մի հատ նայի տեսնի, կա տարբերակ ձեզ օգնելու, եթե կա տարբերակ, ուրեմն կա տարբերակ, եթե չկա տարբերակ, 10 անգամ է քննարկենք չի լինելու այդ ուրիշ բան պետք է մտածենք։ Պայմանավորվեցինք։ Պարոն Փաշինյան, կարելի է մի բան էլ ես մի հարց